Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանից եւ փոխկապակցված անձանցից ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով նիստին դատախազը հայցի հիմքն ու առարկան փոփոխելու միջնորդություն է ներկայացրել։ Միջնորդությամբ դրամական պահանջը վերահաշվարկվել է 42 միլիոն դրամ, ներկայացված 46 միլիոնի փոխարեն։ Դատախազությունը Վերմիշյանից պահանջում է նաեւ 4 անշարժ գույք, որից 2-ը Երևանում։ Քննչական կոմիտեում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մանկսանենգություն, ինչպես նաև իրացնելու նպատակով ապօրինի տեղափոխել ու պահել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ։ Հանցավոր խմբի անդամները նախնական համաձայնության են եկել Իրանի 2 բնակչի հետ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներով մաքսանենգություն կատարելու եւ Հայաստանի տարածքում դրանք ապօրինի իրացնելու վերաբերյալ, ինչի արդյունքում ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով մարիխուանա տեսակի ընդհանուր 3.5 կիլոգրամ եւ մեթամֆետամին տեսակի ընդհանուր 2.9 կիլոգրամ քաշով թմրամիջոցների պարունակությամբ փաթեթներ։ Հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել կալանքը։ Ապրիլի 7-ին Երևանի Թամանցիների փողոցում նկատել են 21-ամյա Վսեին, որի մոտ եղել է 2 բջջային հեռախոս։ Նույն պահին նրանց է մոտեցել անցորդներից մեկն ու հայտնել, որ բջջային հեռախոսը պատկանում է իրեն, երկուսն էլ տեղափոխվել են Շենգավիթի բաժին։ Բարեկները պարզել են, որ Վսեն եւ նրա հետ մեկ այլ քաղաքացի հափշտակել են անցորդի բջջային հեռախոսն ու փորձել փախչել, տուժողից ընդունվել է հաղորդում։ Ապրիլի 4-ին բարեկները Երևան-Գյումրի ավտոճանապարհին առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար կանգնեցրել են VAZ-2106 մագնիշի մեքենան, այնուհետև ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով 31-ամյա վարորդին ու 24-ամյա ուղևորին ձերբակալել եւ տեղափոխել են բաժին։ Անձնական խոզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր ու դատարկ կաթուցիչ։ Մեքենայի զննությամբ էլ հայտնաբերվել է հրազենի 3 պարկուճ եւ ավելի քան 15 գրամ մարիխուանա։ Ապրիլի 6-ին Շինարարների փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալվել եւ իր մեքենայով հանդերձ ոստիկանության բաժին է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 30-ամյա երիտասարդ։ Անձնական խոզարկությամբ հայտնաբերվել է թղթյա 3 փաթեթ լցված դեղնականաչավուն զանգվածով։ Ապրիլի 3-ին ոստիկաններն ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել 25-ամյա ԽԿ-ին։ Խոզարկվել է նրա բնակարանը, որի արդյունքում հայտնաբերվել է 8 փաթեթ, 11.49 գրամ սփայս տեսակի թմրամիջոց, արծաթակույն էլեկտրական կշեռք, մագնիսներ եւ կպչուն ժապավեն։ Ապրիլի 6-ին Մարտունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով ախտորոշմամբ Մարտունի բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 46-ամյա Ռիտան, 51-ամյա Ծովակը, 25-ամյա Տիանան, 5-ամսական Գշն, 2-ամյա Տշն եւ 2-ամյա Սշն։ Ոստիկանները պարզել են, որ վերջիններս նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են։ Ապրիլի 8-ին Արտաշատի խճուղում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Էրիկն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել։ Տուժածներ չկան։ Վթարի մեղավորը եղել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արան, ով իր վարած Հովո մակնիշի բեռնատարով խոչընդոտ է հանդիսացել Ford Transit-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հայկն իր վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, 1 կամ 2 պտույտ շրջվել ու հայտնվել դաշտում։ Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ապրիլի 8-ին Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգեստացվել, որ Կայք գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվում, մինչ հրշեջների ժամանումը 26-ամյա Դավիթին պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է ինքը վարորդն ու քաղաքացիներն, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 8-ից 9-ին ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 117 հանցագործություն, որից 5-ը նախկինում կատարված, մասնավորապես տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու 29, թմրանյութի հայտնաբերման 11, խարդախության եւ հոգեկան ներգործության 9, ֆիզիկական ներգործության 8, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության 6, խուլիգանության, զենքզինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման 3, դրամանենգության, հարկերը, турքերը կամ այլ վճարները չվճարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու
2. Սեքսուալ բնույթի բռնի գործողության, պետական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու, փաստաթղթի կեղծիքի, թմրանյութի իրացման, կանխամտածված սնանկության, պոռնոգրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու մեկական դեպք է բացահայտվել։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող 4 կամավոր ներկայացել, գրանցվել է զենգզինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Անցած 1 օրում արձանագրվել է 17 ավտովթար, 1 քաղաքացի զոհվել է, 19 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։